Բարելույս Հայաստան, նորից ձեզ ողջին ողջունում ենք բարի առավոտ ծրագրի շրջանակներում ու այսիմ արդեն պիտի շնորհավորենք յուրուր, նաև պիտի յուր աշկլույսանք տանք, որովհետև Բարելույս Հայաստան էջը բարի առավոտ ծրագրի շրջանակներում նուր հեռուստատեսության եթերում արդեն մին տարի է վեր գործանում, մունք մարտ ամսը մզետի գործունեության մի տարենա եւ մծ հույսոնիմ հավատոնի վեր ես մի տարվա ընթացքում կրեցավանք շատ գործանինք, ոչ միայն ուղակի արցախցիների գործի գործունեության մասին ներկայացնելը, այլ նաև իրանց հետ զրույցները լավ բարբարի պահպանության եւ այսպիսի մի շարք հարցեր լուծելավ։ Մեր մի տարվա կապակցությամբ սոր շատ լավ առավոտ է սպասվում, շատ գունեղ եւ կոլորիտային ու արցախյան առավոտ է սպասվում, որովհետեւ վերջապես տաղավարում Արցախի այաներն են եւ սիրով ուզում եմ ներկայացնի մեր Արցախի այաներ ինքնագործ համույթի այաներ Սիրուն Բաղդասարյանին եւ Սուսաննա Աֆշարյանին։ Այաններից համույթի ցավոք ընդամենը 2 հոգու ենք կրեցալ այս տաղավարումը հյուրընկալինք, բայց դուք մզետի ընդհանրական այդ համույթն եք սոր ներկայացնում։ Բարելույս ձեզ այաններ։ Աստծո բարի։ Շատ ուրախ եմ վեր ձեզ տեսալում, սոր մզետի մի հատ օրհնված եթերանական վեր արդեն այաներին հետս առավոտը սկսում, մենակ ինձ հետի չէ, մեր սաղ անձնակազմին, մեր հեռուստադիտողներին հետի շատ լավ օր է սպասվում։ Հունցեք։ Եթե ասինք լավ ենք կհավատակ, բայց փառք Աստծո։ Բայց պիտի ասինք լավ ենք, չէ, Տիկին Բաղդասարյան, հա, որովհետև այդ լավը սելավ է, փորձում ենք այդ դրականը տանք, վեր նաև աշխարհը մզ այդ դրականը բերի։ Ես կասեմ փառք Աստծո, հազար փառք Աստծո։ Քանի որ մեր ժողովուրդը արդեն մի տարվա սկից դուրս են եկալ ու փորձում են իրանց միշկրնեն դուզիցնի։ Թա հունց հաստացվում, թա լավ հաստացվում, թա պատարտիժեր հաստացվում, համենայն դեպս արդեն սկսալ են։ Ժողովուրդը ուզում են հաստատուն երկու վնավ կաղնին, բայց առանց մի րոպե կասկածելի հետ վերադարձի հույսավ հավատավ։ Աստված դա Խոսում եք դուք մարտ ամիսնա։ Երևի իմ չքնախ Ղարաբաղում ձնձաղիկները, մանուշակները բացվել են եւ անտառներն ու դաշտերը գորգերով են պատվել։ Մենք մտքերով նորից այնտեղ ենք։ Չենք կարողանում վերագտնել մեզ։ Այդ մտքերներ մեզ անպայման մին ղաշանգոր յետատնան է հացեստի այանեն մզնհեց էստի ռչնե իսկանա շատ լավ։ Ես վստահ եմ վեր այդ օրը կիլանա ու մոնք լող միասին հասեստի հունցը աստուծ մս հասեստի երակալել դույս կալել նղան փրկալա նույն ձևի էլ միղա շենք օր աստուծո օր մզնորից հատետի տննականը կասկածիկ վեճ այիմ Ղարաբաղա ժողովուրդ ապրիկ մի պատար Ոստերնես աստուծո երայինք տիրել որովհետև աստուծ միշտ արդար է մունք մեր հավատը գային փռնողներ անենք այդ դրա հետ է հավատում ենք։ Դե մենք հավատավոր ժողովուրդ ենք։ Այդ հավատն ավեր մզ դե մենակ այս 23 TV Արցախի լիակատար կորուստի մասին չի խոսքը, մեր հավատավ տես քանի պատերազմի մեջ հավանք մենք հասկացա, քանի հետ ենք գրեցալ վննի կաղնինք, հաղթահարինք, ու հենց այդ հավատավեր շարժվում ենք առաջ, ու նաև ուզում այդ հավատավեր խոսենք համույթի մասին, Արցախի այաներ համույթի մասին, գիտում վեր Արցախում գործունեություն արած ավալելիս տարիներ շարունակ, միգուցե Արցախում մասշտաբներ մի քիչ ավելի շատ այլ մծալալ, բայց վստահ եմ ժամանակի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում նույնպես այդ ամենին հսնելու ենք։ Սոր համույթը ինչ գործունեությամբ զբաղված ու վերքն հավաքված համույթում, ոնց կրեցա համույթը նորից սկսեց դա գործանել, պատար պատմիկ դրա մասին։ Համույթը ձևավորվել է, ստեղծվել է 2017 թվականի նոյեմբեր ամսին։ Մեր նպատակն այլ քանի վեր մոտոնալիս ալալ Արցախյան ազգագրական շարժման 30-ամյակը մենք փորձալ ենք բեմից քանի վեր գիտում եք վեր Արցախում այուն խոսքը գինալել արժեքալել ու անցակացալ ամենտեղ մենք ուզալ ենք բեմից մեր հասարակությանը, մեր ժողովրդին, մեր երիտասարդությանը այայի տեսքավ հանդես կյանք ներկայանանք ու այան խոսք ուղղե գաղափարը նաև ենալալ վեր մունք օնինք տաղանդաշատ արցախցի կանայք հու արդեն բավականին
ճանապարհոն է անցկացած, վաստակոն է, բայց ինքը շնորհաշատ է։ Մեկը երգում է, մեկը արտասանում է, մեկը բարում է, բայց հնարավորություն չի լալ այդ ամեն ինչը ինքը դրսևոր է կյանքի ընթացքում բեմից։ Դրան հետի որոշալանք մեր քաղաքին այն շնորհքավ կնանեք, հա, հրավիրինք, պատմինք ինչ ենք ուզում ստեղծենք ու մարդիկ սիրով արձագանք իսկ այդ կանայք ոնց դեստի համաձայնվալ ընդհանրապես օրինակ իմանալով սիրունը թող պատմե ոնց այնքի իմանալով այդ համույթի առաքելության նպատակը արդեն սիրով անմիջապես արձագանքել ենք իսկ բռնագաղթից հետո մեր ղեկավարը Աննա Այվազյանը մեզ հավաքել է նորից ովքեր որ այստեղ էին եւ ասել է որ պետք է համույթը նորից ձևավորենք բայց մենք ոչ տարազ ունեինք ոչ սցենար ունեինք ոչ հոգի ունեինք այո ոչ այդ այո տրամադրությունը կար բայց միևնույն է այն նպատակը որ դրել էինք մեր առաջ դա մեզ ոգեշնչում էր իսկ սոր ինչ նպատակ է հետապնդում համույթը սոր Մենք արդեն գրեցալանք այն վերքունցը պատար առաջ սեցի մշկրնես դուզիցրալանք սիրունը դուզ է ասում 23 թվականի նոյեմբերին վեր Տիկին Այվազյանը զանգ արալ դուզ է Ղարաբաղ մենք շատ ենք հլել մոտ մին 18-20 մասնակից հլել համույթին ստեղ ավելի քիչ ենք թվով 12 ենք մի հոգին այս պահին տարածքից Հայաստանի տարածքից դուրս է բայց հույս պահենք վեր կիլանա մինոր այդ ժամանակ շատ դիժեր այլել շատ դիժեր այլել որովհետև սրտ չի լալ հոգի չի լալ բայց այսին վեր Տիկին Այվազյանի շնորհիվ հա ինքը գրեցալա լողջին հավաք է ու դիժերությամբ, բայց մենք սկսալ ենք ինքներս հավատելը։ Հավատալանք մազ, որովհետև տեսալ ենք վեր ժողովուրդը դրան գարիքը ունե։ Էլի այուն խոսքը ուրան գործը ըրալա։ Սկսալ ենք կամանց մեր այն իլացյան, չիլացյան տեքստերան, հա, երկու, բանու բարը հավաքելը, մեր աղջիկները շատ լավ երգում են ինքնագործ ենք ոզում նորից նշիմ դա այսինքն ասմունք երգ բար ավանդության այդ նիստուկացի մասին եք խոսում պատմում կարինք էս բան մեր զրույցը մինչ ուշտի ընդհատինք երգավ Տիկին Բաղդասարյան եթե դեմ չեք ես դեմ չեմ բայց ես ուզում եմ գծել մի բան որ Արցախի բանահյուսությունը իր մեջ ներառում է մեր ավանդությունների, մեր ծիսակարգերի, մեր ազգային սովորությունների շատ արձագանքներ։ Այնքան հարուստ է այդ բանահյուսությունը, մի անսպար գանձարան, որից մենք օգտվում ենք, որտեղ անընդհատ իմաստություններ են, անընդհատ նորոգված, բայց նորովի իր խոսքը ասող արցախցիների խոսք է դառնում։ Դրա համար մեր համույթը անընդհատ որոնումների մեջ է եւ անսպառ է նրա այսպես ասած բացահայտումները եւ ցանկը սցենարները գազམ་ակերպած այո անսպառ մի գանձարան Սիրուն ջան, ես ուզում քեզ լրացնեմ, վեր մեր ժողովուրդներ սկանա։ Մեր ամենամեծ նպատակը մեր բարբառը պահելն է։ Հատե։ Մենք պիտի մեր բարբառը հմանչինք վեճ խոսենք։ Տանը, տրանը, հրսնեքում, ուրախությունում, ամենտեղ մեր բարբառը պիտի հնչե, որովհետև հայոց լեզվի ամենահին բարբառներից մինն է արցախյան բարբառը, ու ինքը ուրան մեջին հունցը սիրուն ասից շատ գանձեր է պարունակում։ Ու մենք մեր բարբառը վեր խոսում ենք, բառեր ենք օգտագործում նաև, վերը ջահիլները սկացած չեն։ Ու շատ հաճախ օրինակ իմ տանը, իմ հարազատների մեջ հրցնում են, ասում են, այդ ինչա նշանակում։ Սա էլ է շատ կարևոր գործ վեր մենք անում ենք դրանով։ Անգամ երգի մեջին բառեր հնչում, հանդիսատեսը գիտում չի, առե մեր հայաստանյան հայրենակիցները հասկանում չեն սկզբից, բայց հետո մենք բացատրում ենք, արդեն ուրյանց հետի դա հասկանալի է դառնում։ Ես շատ կոզին վեր մեր սիրունը Շուշվակեղը առեսը էսած
լողջու հետ է երգը։ Մի փոքրիկ հատված ընդամենը, որովհետև ընդհանուր երգը հնարավոր չէ։ Շուշվա գեղը լող բաղա, ջամելի գեղա իմաղա, ունքամաչը պեցրա, քանը իմ ջանը սաղա, ունքամաչը պեցրա, քանը իմ ջանը սաղա, շուշվա բղերին թոթը, ծարերին տակեն խոտը, ծարերինի ծաղեգել ուրիշայարիս վտա, ծարերինի ծաղեգել ուրիշայարիս վտա, աշունքա պտղակաղա, ուր խոթուն ծիծաղա, եկ մեր բաղը խաղուկեր, ջանս ջանետ մատաղա, եկ մեր բաղը խաղուկեր, ջանս ջանետ մատաղա։ Ունքամաչըտ պեցրա, մին հատ այդ հատվածը բացատրի քիչ հատերնը։ Բրավո Տիկին Բաղդասարյան։ Այսինքն տրամադրություն բացիր, ժպտա։ Ունքամաչի եկիք ավելի մանրամասն։ Այսինքն ունքերը Ունքամաչը դա օնքին մեջտեղն է։ Մարդը վեր ջղայնանում է, ունքերը ուրուրյա տամ։ Այսինքն Ղարաբաղցին ասում են, ինչս ունքերդ վեր բերալ։ Հա, էտա։ Այսինքն վեր ասում են ունքամաչըտ պեցրա, ծիծաղ է, շողը, արևի նման, թող դեմքդ պայծառանա, լուսավոր է, հա։ Մինչ բառերս է մեր հերոստատիտողներ սոր սովորեցին, հələ մեզ այլին սովորել կամ մեր զրույցը ինձ նաև հետաքրքիր է ծեր տան անդամներն հունցն ընդունալ այդ հատվածը վեր դուք որոշալը արդեն այայի կերպարում գործանիկ, որովհետև ես մտածում ու նաև ապրիկ, ինչու՞ չէ վախին վեճ այս բառը օգտագործելուց, որովհետև դա մենագյում թայն մի ժամանց ծրագիրը չի վեր այդ հակուստ ավետ կերպարով պիցա մգբե արդեն իստուկացտել է դու տաննել այնտեղ վեքամս գործի քաղաքումներ քեզ որպես այա ես լի զգում հոգեվիճակա տնեցիք ունցուն ընդհանալ դուժն ասած թորներ խոխեր Ղարաբաղում այս համույթը վեր ձևավորվալա մեր համույթի Գայնե Հարությունյանը մեգել ես մեր գաղափարն արալ սա այսինքն մունք ենք փորձալ ձևավորենք այս տեսակով ու այսին վետրան նախատիպը ռուսական բենալալ է բաբուշկի հա դի տայա երևի հերոստատեսա ինչ որ ծրագիր հա դի ծրագիր ու մունք մտածանք վեր մունք ինչավանք պակաս հալամին բենել ավիլենք ուտի գաղափարը ծնվալա ես օրինակ մեր տանը վերասալում մոծ ոգևորությամբ ընդունալ մին բենել ասիմ ես այս պահին 9 թորն ունիմ որոշած մլալասան վեր 10-րդ թորնս ծնվե խլեղում կիննեն բայց խլեղը վերնա մեջբերում խլեղը հենց այս տարազնա վեր Արցախի այաները կինալիսին էլ խլեղը տարբեր ձևի ալել տարբեր ոչի ինչքան տարիքը այայի մծալել ինքը այնքան ավելի ծանրակշիռ ալալի հա որոշակ 10-րդ թորնը վեր ծնվե խլեղ կենա բայց հենց տրալա վեր ավելի շուտում գեցավ 10-րդ թորնս հալա ծնվալ չի բայց այս կերպարի մեջ արդեն ես կեցալում ես տարազը ու մեր տանը գիտում են վեր իմ շորերից վեշմենը բիլիչինիկա հանք արծմինը կողկավաշ չկենա իմ երեխաներն են ողջունել որ ես պետք է մասնակցեմ ամուսինս էլ է շատ հայրենասեր ինքն էլ է ողջունել եւ ես սիրով դարձել եմ անդամ ու հա դեսեք քանի տարի է արդեն որովհետև եթե տան այդ ներդաշնակ այդ մտնոլորտը ինում գործը տելա հաջողում դու արդեն հանգիստ սրտավ քինամս այդ ամեն ինչի իրանք էլ են մզն այդ ապրում այս ամեն ինչավը քանի վեր մենք ինքնագործ խումբ ենք այսինքն մստի հատուկ վեճ տարած քալել, վեճ ռեկվիզիտներ ալել, իսկ բեմում մունք տարբեր թեմաներ ենք բեցրալ լի, մի անգամ հիշում ես սիրուն այն Արցախյան գյուղը, այդ բեմականացումը, ուրեմն շատ պարագաներ ալալ պահանջելիս, ու մզան ցանկացածին ընտանիքի անդամները ինչավ գրեցալա քյոմեգ արալ, լողջին տղերքը, լողջին հարսերը, մաշինավա, թածերքի գործա, լոխել քյոմեգ նրալ, աստուտ շենկենա, մեր խոխը քլող հասկացողն, համել ուրանքել են գիդացալ վերսա մեր
Ղարաբաղյան նիստուկացի, մեր կենցաղի, մեր ավանդույթների պահպանման հետի է։ Ու այսին վեր դրանից հետո քաղաքում վեր մեզ պատահելի սնելալիսելիսնելա այա հունցս։ Ու դա զետի երևի շատ կարևոր գնահատական է, լի հա։ Գիտեք, մարդ իր ամբողջ կյանքի ընթացքում ձեռքբերումներ է ունենում։ Ամենամեծ ձեռքբերումը իր հողն է, հայրենիքն է, լեզուն է, ընտանիքն է, երեխաները մեծացնում, տուն է սարքում, կահավորում է այդ տունը, որպեսզի իր համար հարմար լինի ապրելու համար։ Բայց դե մենք զոհ դարձանք, կորցրեցինք ամենաթանկը, մեր հողը, բայց չենք ուզում կորցնել մեր թանկից թանկ բարբառը, մեր լեզուն, որը նաև մեր ինքնության գնահատականն է, մեր եսը։ Դրա համար մենք սիրով այս գործին ձեռնամուխ ենք եղել եւ պահպանում ենք մեր բարբառը։ Երևի հենց դրա համար էլ դուք այս Արցախի վերջի արդեն 20 թվականի պատերազմից հետո ստեղծված դժվարություններն էլ նաեւ հաղթահարել, իսկ պատվավ գլոխոտ պետյուրը վերասում իրեսը պետ ճակատդ բնդծրած հաղթահարել, իսկ բայց եթե ջահելության հետի ֆիզիկական առումով որոշակիորեն հիշտ էր այդ շրջափակման դժվարությունները հաղթահարեն, միգուցե այաներին հետի մի քիչ ավելի դժվար է այդ պերիոդը ոնց անցկացած էր կողքը։ Ես այսին վերմունք ամեն ինչին հումոր ավենք հեշել։ Մոզ ունենք շատ հումորով այաներ։ Վեր այն ամենադիժեր պահին էլ մին զյուրից հաննական, ասած Ղարաբաղցի մի քաթ հաննական, վեր հա լող ծիծաղումք մին պատար այն մտնոլորտը փոխվում է ու այսին վեր ստեղել չիլար այդքան հիշտ որովհետև եթե այնտեղ նյութական խնդիրներն ալալ, վեր կոտրվելի պատճառալալ, ստեղ արդեն հոգեբանական ալալ ու հոգեբոր ալալ։ Մոնք մի շարք այցեր են կրալ, շրջաններ, այաների համույթ ներկայացալ ենք Գորիսում, Մարտունիում, Դիլիջանում, պատրաստվում ենք առաջիկայում Արմավիր քինանք, անելիքներ շատ ունենք, ծրագրեր շատ ունենք ու օզում այսին վեր մեր գործնեությունը նաև հնարավոր ատռալ, քանի վեր մունք նորից տարազներ ենք ձերք բերալ, որովհետև այան առանց տարած բեմին իրան կարել չար ելույթ ունենալ ու այդ գործում մզ օգնալա տերյա մշակույթային կենտրոնը, ուզում առիթ է եկալ, շնորհակալություն հայտնիմ, որովհետև սա շատ կարևոր սկիզբ այլ է։ Էլի ուրիշ մարդիկ են մզ աջակցալ, լավ կնիվեր էլի աջակցին, հատկապես մեր Ղարաբաղցի հայրենակիցները հյուր հնարավորություն ունե մզ օգնին, որովհետև սա շատ մծ խորհուրդ կա յուրան մեջին։ Սա օրվա ծնված բալիկին հետի էլ է կարևոր եւ երիտասարդին հետի էլ եւ ամենատարեցին հետի էլ։ Տարբեր զգացմունքներ են ապրում, մեր հայրենակիցները վեր ապրում են շրջաններում, բայց սիրով կյաման մեր ելույթներին հանցու տասնան թիմեշյանին, թիմեշա բառներ։ Թիմեշան ինչա նշանակում, թիմեշա այսինքն դիտել, հա։ Այդ մինի ես գիտելիս մելը, ոզամ դուք ես։ Եվ ես օզում այսին վեր ամեն տեղ մունք հնչեցնում ենք մեր շատ սիրելի, շատ հարգված Գուրգեն Գաբրիելյանի բանաստեղծական տողերը վերը բնութագրում է Ղարաբաղը։ Եթե թույլ տաք, ես անպայման մունքենց այդ բանաստեղծության բեր եզրափակում ենք եթերը, բայց մինչև այդ ես օզում ծыз մխելը հաջողություններ մաղթիմ, համույթին եւ անձամ ծыз եւ համույթի բոլոր այաներին ու առհասարակ համույթ գաղափարին։ Վեր այդ համույթը միշտ ինի եւ շատ մծ պատասխանատու գործ եք դուք կատարում։ Միգուցե մարդիկ մտածին վեր սա այաների հետ զբաղմունք հակամ, հա լավ մեր խոսքն ոչ, սա շատ կարևոր առաքելություն ու ծառայություն է, վեր դուք ստանցնալык ձեր ուսերին եւ ես իսկապես շնորհակալում գլուխում խոնարհում բոլոր այաների առաջ ոզում վեր ադետիել տրամադրված նպատակաուղված շարունակիկ խոսքա երգա նիստուկացա գիտամ հացի մասինա ու ամ խոհանոց ամեն ինչ էլ գիտում վեր ձեր գործունեության մեջ կա եւ մծանակ շտանակ միգուցե ընթացքում նաեւ արդ երկիրեր քինանք ուղղել ունենք մխել հայրենակիցով եւ կարող ուտանես ամեն ինչ մինել տեսերքեցեք հետո այդքան լողջին վկլան քինան Ղարաբաղ Ղարաբաղցին էլ ինքը իրան լեզվի մասին մեր բարբարի մասին շատ մեծ կարծիք ունի դրա համար այսպիսի
ասույթ կա մեր լույզուն երկինքան կաթածա ասինքն աստծո լեզուն հետո մի ուրիշ ասացվածք եմ ուզում մեջ բերել ասում է Ղարաբաղցին քամակա եշում բայց քամակ չինգում անընդհատ առաջակինամ այսինքն ավակների փորձը նրանց կյանքի դրվագները ուսումնասիրում է դա իր համար դաս է անում ականջը օղ է անում բայց միևնույն է առաջ է գնում որովհետև արժևը նպատակ ունի այդպես էլ մեր համույթն է մենք նպատակ ունենք եւ այդպես առաջ են գնում Աստված առաջ Գուրգեն Գաբրելյան Ղարաբաղ Էս ինչ զարմանք երկիր վաղս Էս ինչ վարքար տոն ու տղս Ինչան ինք թա գուջուր նղս Գուջիր տղավ ամեն տղս Մատ տաղեն իմ քութր թարետ Մրավ սարետ, թութե ծարետ Ռենգե մարմար քարետ Մին էլ քարետ նախշեց տարետ Հերուր տարեն խաղու բարա Քումին տարետ մի սաղ դարա Ամեն վրթիտ մի մատ սարա Ամեն քունջդ բաղու բարա Դու մին արձիվ ես քուջոտդ Մզբահողը հացեն ջոթը Են շահթոթը սարեն օթը Մին էլ արտերբի հինգոթը Շատ շենք են աս մեր Ղարաբաղ Մեր ջիրեքին շող ու շապաղ Մեր տոն ու տղ հող ու հոտաղ Հին չոնիկ լող քեզ մատաղ Սուսաննա Ավշարյան եւ Սիրուն Բաղդասարյան Արցախի այաններ համույթ ահա այսպիսի գեղեցիկ առավոտ ունեցանք մենք միասին Պարլույս Հայաստան